Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շինյանի հետ։ Ողջույն, պարոն Շինյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Շինյան, Արծրուն Հովհաննիսյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոսեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մշակված Գերտրուդա ծրագրի մասին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքական դաշտում։ Ինչու՞մն է բանը։ Քաղաքական ասենք, թե կեղծ գիտական, պատմագիտական, երևի նաև դա, որը հասարակության շրջանում ասենք, շագետավոր մասնագետներն են ապստամբել, են թուրքագետներն են կարող են թուրքերեն լեզվի մասնագետ լինել, չի նշանակում Թուրքիայի մասնագետ, այսպես հազար մի բան էլ է, ինչ է ասել պարոն Արծրուն Հովհաննիսյանը, որին ես չափազանց շատ հարգում եմ, եզակի մեր զինվորականներից է, որը կարդում է, գրում է, հետազոտում է եւ հատկապես ես շատ լավ գիտեմ, որ որոնում է ստրատեգիայի ոլորտում հարցի լուծումներ, առաստերա չկա, թե չէ դառնում ենք խլամ, ինչպես որ կանք շատ հաճախ, հիմա, ուրեմն, որ հարցում ենք խլամ, պարոն Շինյան, ստրատեգիայի, մենք, դա չեմ վիրավորում, մենք պետք է ընդունենք այն ինչ որ կա էլի, կան առանձին անհատներ, բայց չկա այն մտածողության լայնամասշտաբ գավառականությունը մեզ խեղդում է մտածողության։ Եթե լափագրևանցի ասեմ, դա նշանակում է մենք վատ ենք սովորում փիլիսոփայությունը։ Մենք պարտավոր ենք փիլիսոփայություն սովորել, բայց հիմա վերադառնանք։ Մի րոպե, մինչև Գերտրուդային վերադառնալը, այդ Գերտրուդա ծրագրին, ռազմավարությունը ոչ միայն ռազմական ոլորտի մասին է խոսքը, երկրի կառուցման ռազմավարություն ունենք, այդտեղ ենք բոբիկ համարում։ Ռազմավարությունը ծնվել է բանակի շրջանակներում կռվի մեջ, այսպես պատերազմի, բայց ինքը շրջանակները դուրս է բերել եւ դուրս է ընկել հիմա նաև դա քաղաքական է, դա մշակութային է, ավանդույթ է նաև, օրինակ, մենք ունենք ավանդույթ ռազմավարական մտածողության, բայց քանի որ մնում ենք դեռևս սովետահայ գավառցի, չեմ նեղացնում, ուրեմն մենք այդ ուղղությամբ չենք գնում, որովհետև եթե կարդան Սփյուռքում ստեղծված սկսել շրջանում գրականություն, ասենք Ռուբեն Տերմինասյան, Հայաստան, ուրեմն աշխարհի ճանապարհների վրա, Վահան Նավասարդյան նեղուցներ, Լևոն Շանթ, մեր անկախությունը, ես կարող եմ շարել այսպես մի 10-20 հատ, բայց ես գրականությունը կարդում եմ որպես սփյուռքի գրականություն, եթե կարդում են իհարկե, չեն էլ կարդում։ Մի խոսքով արձանագրում եք, որ չունենք ռազմավարություն երկրի կառուցման։ Ավանդույթ սովետական Հայաստանում չի ձևավորվել։ Նույնիսկ այն հեղինակ ասենք կայ Գայ Ֆրունզեի անվան ակադեմիայում ստրատեգիա առարկա է կարդացել, երևի դրա համար Ստալինը բան արեց, մորթեց, գիտեք ոնց է մահացել, չէ, պատուհանից գցա, Ռիազան փախնում էր, գիտեր, մորթելու են, իրեն շպրտեց, որ ասում եմ հայերին քամում են ռուսները, հետո մորթում են, հետ է, եւ բայց նա բանում դասախոսությունների ցիկլ է կարդացել։ Հիմա հարցրեք, թե ես չեմ ուզում, ընդհանրապես աշխարհում եք ասեմ, ես երբևէ որը մեկի վիրավորելու նպատակ չեմ ունենում, բայց ոչ մեկին չեմ խնայում։ Ինձ դա երկուսնա չի հետաքրքրում, էլի։ Ինձ գիտական, պատմագիտական ճշմարտություն է Ֆրանսիայի ռազմական հետակազմում խսեմ ժամանակ 10 տարիներով ստրատեգիա առարկա էր կարդում։ Տեղյակ են մեր բանակի զինվորականները, որ սովետական աստղը այն գլխներից չեն անում պագոններից, որ սխալ է։ Այսինքն ուզում եմ ասել, սա պետք է լինի, քրքրել է պետք։ Օրինակ հիմա վերադառնանք, եթե քրքրող լինեին պատնաշենները Հայաստանի կամ այս Չապաևակետները, որոնային եւ ոչ մի աղմուկ չէր լինի, ինչ է եղել։ Առաջինը քաղաքացին, այսինքն լուրջ ով որ գիտության մարդ հատկապես ուզում է երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը հայաստանյան կտրվածքով եւ հայ ժողովրդի կտրվածքով հասկանալ, եթե փորձում է բրբտել, իր համար հարց է առաջանալու, թե ինչու են գերմանացիները ուրեմն ստեղծել հայկական լեգիոնը։ Այդ մեկ, երկրորդը, ինչու լեգիոնի ստեղծման հարցով շատ
ուրեմն աշխատանք տարան այնպիսի կորիֆեյներ մեր ժողովրդի, ինչպիսին ուրեմն Դրոն է գեներալ, ինչպիսին Հայկ Ասադրյանն է, որը շատ է աշխատել, եթե գիտեն իհարկե, Նժդեհն է, եւ այսպես Արտաշես Աբեղյանը, ինչու էր հարցը, ուրեմն հարցը առաջանում, ինչու են գերմանացիները երկրորդ առաջին համաշխարհային պատերազմի Թուրքիայի դաշնակիցներին, չէ՞, ըստ պաշտոնական տեսակետեր ցեղասպանության երկրորդ մեղավորը իրենք են, շատերը որ հարցնեք առաջին նրանք են դառնում, բայց երկրորդ մեղավորը հրարիչը Ռուսաստանն է, հիմա հարցը առաջանում, ինչու, հիմա տեսեք ինչ է լինում, գերմանացիները նախատեսել էին ըստ ստրատեգիայի զարգացման տրամաբանության, նաև այդ ձեր հիշատակած Գեզրուտը գործողություն է կոչում դրա, ուրեմն համապատասխան դրա, ուրեմն պետք եթե գերմանացիները այսօր Կովկասեին անցնում, ուրեմն գերմանական զորքի հետ միասին Հայաստանում բարեկային ծառայություն պետք է աներ գերմանական բանակի հետ եկող, ուրեմն լեգեոնը, հայկական լեգեոնը, թուրքերը մտնելու էին, թե չէին մտնելու, կա հայկական մի հատ միամտություն, սովետական բան է, ԿԳԲ-ին, որ ասում են մեկ կաղափար է, գցած է հայերին կուտը տվել են, եթե Ստալինգրադում հաղթեին գերմանացիք, թուրքերը մտնելու են այսպես, նախ ասեմ աշխարհում եք որ, ում ուզում եք ասեք, խոշորագույն պատմաբանների, ամենատ, Թոյնբի, կարդացեք, ում ուզում եք թուգիդի դես գնացեք, վերադարձեք, խորենացի եւ այլն, պատմությունը եթե չունի, եթե չկա, եթե այսպես լիներ, այսպես կլիներ, հետևաբար տխմար հարցադրում է կմտնեին, բայց իրականությունը որն է, իրականությունն այն է, որ գերմանացիները չէին պատրաստում այսօր Կովկասը Թուրքին հանձնել, բարձ է, ուժեղացնեին Թուրքին, թեկուզ դաշնակցի, դուք տեսել եք մի դաշնակից, որ իր դաշնակցին ուժեղացնում է, հասկանում եք ոնց է, հիմա եւ բարձվում է, որ ուրեմն գերմանացիները գլխավոր շտաբում ունեցել են նաև գերզրտա գործողություն այդպիսի մի ծրագիր, նախագիծ, մտաղացում մշակված, որ Հայաստանը պիտի ընդարձակվեր, Հայաստանը պիտի լիներ այն պետություններից մեկը, որը թուրքական ուժը պիտի զսպեր, հիմա ոնց համոզես այս սովետական ուղեղով պատմաշենին, ոնց համոզես թուրքագետին, քրդագետին, որ այսպեսի բաներ կան, ինչպես ասում են, տղա ջան, մտածիր, հիմա այս ուրեմն այսպես և նա զինվորական որպես կրթված զինվորական գիտի գրում է եւ այլն կարդացել են, որում ավակյան կա հիմա բանում է Լոնդոնում է աշխատում են տղան նաև հրապարակել է այդ դրա մասին։ Ավելին ասեմ, ես երկու օրը Արսեն Գյուլիստանյանը, որը Երևանում է հիմա իմ լավ ընկերը, որին նաև դիվանագիտական շրջանակներում ճանաչում են Ավստրիայից, Facebook-յան ուրեմն էջում էլ գրեց այդ նախագծի մասին, որ այսպիսի նախագիծ է եղել, քանի որ իրադարձություններն այլ ընթացք ունեցան, գերծրագիրը չիրականացավ, բայց ռուսական հեքիաթը մնաց, որ հաղթեին, ուրեմն գերմանացիք մտնելու են, ցեղասպանությունը շարունակվել էր, սուս մնացեք գրբանիցս դուրս չգաք, հանկարծ չշնչեք։ Հիմա ռուսը չկա, սրանք էլ ռուսի չգրբանից դուրս չեն գալիս, ես եմ մտածողությունը։ Եվ այսպես ուրեմն, ինչ ասեն։ 15 թվին Գերմանիան ինչ խնդիր էր լուծում։ Որ 15 թվին Թուրքիայում համաշխարհային պատերազմի մասին։ Այո, երկրորդ, որ հետո գանք տեսնենք երկրորդում ինչ առաջին այնտեղ բարձ է, Բաղդադի ծրագիրեր, երկաթուղեր, համաշխարհային տիրապետություններ, եւ այլն անտանտի հարցուձերն այլ բալանսի այլ դասավորություն է, սա բալանսի կամ հաշվեկշռի հզորություններ այլ դասավորություն է, ես ոչ մի կասկած չունեմ, որպեսզի համոզվեք, որ դրա մեջ իմաստ կա, ուրիշ բան ասեմ, այսպես կարող եմ ասել, պարոն Հովհաննիսյանին լրացնեմ տրամաբանության մեջ, այդ ասածը, չգիտեմ հայությունը գիտի թե չգիտի, ես ասեմ, երկրորդ համաշխարհային պատերազմում շուրջ 600,000 ուրեմն եվրոպահայություն գերմանական պատիժներից խուսափել է,
ինչ իմաստով ուրեմն եւ հավուր է ստացել կեցության իրավունք դուք պատկերացնում եք Գերմանիայի պաշտոնապես օրենքով այդ բանը կեցության իրավունք է ստացվել բա դուք չեք մարդիկ ինչու զարմանալի չի որ ցեղասպանության պարագայով հայությունը գերմանացիներից այդ ժամանակ չի պատժվել Եվրոպա հայության մասին է խոսքը եւ գերիների հետ էլ չէ վարվել այնպես լեգիոնը իրեն լավ գիտեք լեգիոնը երբեք ռազմակաճակատ չի եղել ռուսների սովետականի հետ ուրեմն բախումների մեջ չի մտել եւ սա մեր տաղանդավոր զորապետների տրոյի նժդեհի եւ այլնի շնորհքն է եկել է ռազմաճակատ բայց կռվի մեջ չի մտել այսինքն հայրենիքի դեմ էլ չի կռվել հայի դեմ բայց այսպես այնքան ամբստարության պահ եղավ որ գերմանացիները հայկական լեգիոնը հետո տեղափոխեցին արևմտյան Եվրոպա ուղարկեցին եւ մի մասը զինվորական որպես բարեկային ծառայություն է իրականացրել Հոլանդիայում դրա համար հիմա հոլանդացիներ երևի շատացել են էլի այսինքն հիմա տեսեք բայց ինչն է բան ինչու ուրեմն 600,000-ի պատմությունն ինչ պատմություն է ուրեմն Հիտլեր իշխանության գալուց հետո այն ռասայական տեսություն Ռոզենբերգ եւ այլն ըստ եղած նյութերի թուրքերը հաջողեցրել են սեմական ժողովրդների ընտանիք տեղավորել հայերին սեմական ընտանիքի մեջ էին ուրեմն հрьяաները գնչուները եւ հայերը բայց մենք բնականաբար այդպեսին չէինք եւ դա արտառոց մի բան էր որովհետեւ դա նշանակում էր փուրը գնալ ինչպես որ եղավ գնչուների եւ հрьяաների հետ այսինքն եւ այդ ժամանակ ուրեմն Եվրոպա հայության առաջավոր մտավորական մասը առաջավորել ասում եմ այսպես ասեմ ուղեղով մասն է Հայկ Ասատրյան այնտեղ շատերը կան Արտաշես Աբեղյան չգիտեմ մեր ժողովուրդ Արտաշես Աբեղյանին արևելագետները գիտեն թե չգիտեն ազգագրագետները գիտեն թե չգիտեն դա գիգանտ է դերոյև այդպես մի խումբ է առաջանում չէ եւ դիմում են աչուծախ Ռոզենբերգին են հասնում կարծեմ որ մենք սեմական չենք այսինքն ինչ եղավ որ առաջին համաշխարհային պատերազմում մորթվեցինք հիմա սեմականով երկրորդ անգամ ենք գնում եւ աղետալի վիճակ է լինում տեսնում կրկնում են տեսնում են չեն կարողանում համոզել որ այդ ցանկից անեն դեր նախնական շրջան է դերևս Հիտլերի եւ այլն եւ ինչ են անում դիմում են հին հռոմեացիներին, Մուսոլինիին, գնում են Հռոմ, ուրեմն մեր ժողովրդին մեծագույն բարիք գործած ֆաշիստին, ֆաշիստ որ ասում են այսպես ասեմ, ի տարբերություն բոլշևիզմի, ուրեմն գնում են եւ ընդունելություն էին եւ բացատրում են, որ մենք որ պատկերավոր ասեմ, այն որ դուք կայիք հռոմեացիները, մենք կայինք արմեններս, այն հույները որ կային եւ այլ պարսի ուրիշ մարդեր չկար այն դարերում։ Հիմա այդ ոնց դարձավ մենք սևական։ Եվ իմ մացած բանով, այս կարտացած բան է։ Ես դա իմ դոկտորականում գրել եմ, քանի օքե կարտացել, փաստագրած, աղբյուրներ եւ այլ։ Ասել եմ որ ուրեմն Մուսոլինին վերցնում է հեռախոս զանգում է Հիտլերին։ Որովհետև եւ Հիտլերին բացատրելու եւ այլ ցանկից հայերին հանում է մեզ։ Ոչ միայն ցանկից է հանում, հայերը ստանում են վստահված ժողովրդի կարգավիճակ, այսպես ասած չի 600,000 հայ կյանք Եվրոպա հայության կյանք փրկվում է Եվրոպայում։ Ուրեմն ռուսական ճակատներում 600,000 հայ զորակոչվում է, 300,000-ը ոչնչանում է, ժամանակի ընթացքում էր հայերի հայրենիքը Նախիջևան Արցախը ռուսների կողմից տրվում Ադրբեջանի թուրքերին։ Հիմա դերեք համատեք։ Իսկ այդպես եղել է այդպես, ուրիշ մենք եթե թույլ տաք մի բան էլ ասեմ, առիթ է։ Մի նախագծի մասին եմ ասեմ, եւ քանի որ մեր կարծում եմ լսող կլինի նաեւ Լոնդոնում, նաեւ առաջարկ այսպես բան ասեմ, միտ կամ խնդրանք չգիտեմ։ Ուրեմն երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվում է, անգլիացիները գիտեք, այդ մենակ մենք չենք, այդ որ երբ որ սովետական միությունը դաշնակից էր Հիտլերին, պաշտոնապես եւ զինում էր Հիտլերին բոլոր իմաստներով 1940 թվականին չէ։
ԽՍՀՄ ռուսները դաշնակից են գերմանացիներին, ռուս բոլշևիկները սովետական, գերմանական ֆաշիստների դաշնակիցներ էին օրենքով, սրտով եւ հոգով։ Այդ շրջանում մենակ Անգլիան էր, դե Ֆրանսիան տապալվել էր, ուրեմն Լեհաստանը գրավվել էր, միակ երկիրը, որ կռվում էր գերմանական ֆաշիզմի դեմ, Անգլիան էր։ Դրա մասին չեն խոսում, էլի, խոսում են գիշեր ցերեկ, ինչ-որ ուրիշ բաների մասին։ Հիմա եւ այդ շրջանում անգլիացիները Բեյրութում դիմում են, Բեյրութում էր գտնվում Ռուբեն Տերմինասյանին, որի մասին ասեցի պիտի իմանան։ Ինքը ուշերում այդպիսի բաներ կան, ուրիշ նյութեր կա եւ այլն։ Ուրեմն դիմում են հետեւյալով. ձեր կարծիքով գերմանացիները կհաղթեն թե չէ։ Տեսնում եք անգլիացիները ինչ չէ, ինչ մտածողություն է, հարցնում են որպես էքսպերտի, որտեղ Անգլիա Ռուբենը լավ է իմացել, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք եւ այս բոլորը։ Ռուբենը դերում է պատասխանը տալիս է, որ չէ, չեն հաղթելու, ինչու, ընդ պատճառ, որ գերմանացիները նախատեսում են Մոսկվան գրավեն, այն ինչ որ մտան եւ այլն։ Եվ այսպես ասում է դուք, եթե դիմանաք, եթե իմացան էլ այդ շրջանները նոր ԽՍՀՄ ներխուժման եւ այլն, եւ ասում է շրջանում, ասում է եթե դիմացաք Անգլիան արդեն վտանգ չունի, մեծ հաշվով, պատերազմը կա։ Եվ այսպես ուրեմն ասում են ինչու, չէ, ինչու։ Ես ինչու ասեցի արխիվներում իմ իմացածով անգլիական այդ նյութերը կան, պիտի գտնել։ Դա մեր ժողովրդի ռավագույն մտածողություն ունեցող զավակներից մեկի վերլուծությունն է։ Վերլուծություն է տվել Կահիրեում է եղել զորաբանակը, այն ժամանակ անգլիական այդ շտաբը։ Ինչ վերլուծություն է ասում, Հիտլերը ակնհայտ է, որ գնում է դեպի Մոսկվա Նապոլեոնի ճանապարհով, եւ այնտեղ ցեխերի մեջ կորչելու է ռուսական բանակը, գերմանականը, չի կարողանալու հաղթել այդ տարիների, բայց ասում է, եթե որն է, եթե ասում է գերմանացիները մի քիչ ավելի երկար մտածեին եւ միջերգրական ծովի Կիպրոսի հատվածով մտնեին ԽՍՀՄ դեպի Արևմտյան Հայաստանի տարածքով կամ ներսից, ինչ որ սելջուկներ եկան հետո բանով, չէ, Բյուզանդիան մտան, այդ ճանապարհով գնային Հայաստանով եւ այլն, եւ Մերվի շրջանում դա Միջին Ասիա մտնեին, այսինքն այդ բանով, այդ Կասպից ծովի արևելք ներքևով, հարավով եւ Միջին Ասիա կխփեին Ստալինգրադ եւ Սովետական Միություն ոչ փրկություն չուներ։ Հիմա ասում է, քանի որ իրենք ստրատեգիական այդ նախագիծը արեցին, այդ ուղիղ մտան, դժվար է լինելու, բայց վտանգ չկա։ Հիմա տարիներ հետո, ասեմ ձեզ, դա ինձ համար շատ նոր բան էր, ես ասեմ ձեզ, ես մեր ժողովրդի լավագույն զավակների հանդեպ ունեմ ուրեմն երկրպագություն մարդկային, իսկ օտարասերներին ատում եմ, այն խոշորների մասին եմ, ովքեր քոծություն են անում ուրիշին իրենց երկրի վնաս տալով, կան որ վնաս չեն տալիս իրենց գործը։ Հիմա եւ ես հետաքրքիր է, որ ինչ որ իմ դոկտորականը որ գրում է, տարբեր գրքեր ես, Վաստոկ մի ամսագիր կա, Մոսկվայում հրատարակվել է գիտության ամսագիր է, հիմա չգիտեմ հրատարակում է թե չէ, դա 90 թվականներն է, անկախությունից հետո մի հոդված կտա, հանգարց, գերմանական ստրատեգիան, ուրեմն եւ նրա ընտրությունը ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու բանով, քննարկումով, ավելի շուտ ներկայացումով, ինչ է եղել։ Բազում այսպիսի բան է եղել։ Ուրեմն գերմանական գլխավոր շտաբում եղել է երկու նախագիծ։ Առաջինը ուրեմն այդ Լեհաստանով այդ ինչ-որ եղավ պատերազմը դեմ ԽՍՀՄ, Մոսկվան գրավել, հետո կտեսնենք, կվերջանա ամեն ինչ։ Սա մեկ, եւ երկրորդը եղել է գերմանական, ես կարող եմ ասել, երևի ստրատեգիայի ոլորտի խոշորագույն ուրեմն ֆելդմարշալներից մեկը, որը Աֆրիկայում էր կռվում Շվեյցար ազգանունը, հեսա գիշեր կասեմ, նա գերմանական գլխավոր շտաբ է ներկայացրել իր նախագիծը, զուգահեռ, այդ նախագիծը եւ ուրեմն այդ նախագծով նախատեսում էր, որ առաջարկում էր
գլխավոր շտաբին եւ Հիտլերին մոտավորապես դուրս գալ Կիպրոսի ներքևով դեպի ուրեմն Հայաստան Թուրքիայի ներքևով ասում է Միջին Ասիայով խփել Ռուսաստանը ոտերի տակ կփռվի ուրեմն այդ աֆրիկյան կորպուսի հրամանատարն էր պահի տակ մոռացած գանով Ֆելդմարշալ, որին հետո Հիտլերը գնդակարեցին 44-5 թվականին եւ հիմնավորում է ինչու։ Ես շշմել եմ, ես իմ դոկտորականում գրել եմ։ Ռուբենը որ ժամանակ գերմանական գլխավոր շտաբը որ ժամանակ ունեցել է այսպես Ռուբենի նախագիծը, Ռուբենը տեղյակ չի։ Եվ այսպես նույն փաստարկն է, եթե այսպես դենը եւ ասում է հետո ըստ այդ հոդվածի հեղինակի, որ ուրեմն բանը Հիտլերը նախընտրեց այն կարճ ճանապարհը եւ երկար տևեց պատերազմը բարձվեց։ Այսինքն եթե Հիտլերը նախընտրեր այն մյուսը, որը Ռուբենի բանը, եթե չկա։ Հիմա եթե չկա, հիմա չէի հարցին չի նե, մենք ունեցել ենք Չէ, ես իմաստով կա, որ չկա, վերլուծություններ կան, չի եղել ուղղակի։ Ուզում եմ ասեմ, որ ես Լոնդոնին չասեցի, կարելի է ինքը Ռուբենի աշխատանքի առաջավարում այսպիսի բաներ կան, որ նա ինքը վերլուծություն հանձնել է անգլիական գլխավոր շտաբի արևելյան այդ Կահիրեում գտնվող շտաբին մասնաճյուղին գտնեն թող տեսնենք մենք էլ իմանանք մենք չիմանանք որ մի հատ Աթաթյուրքից բարձր մարդ ենք ունեցել Ստալինի տգիտությունից ավելին եղել մեզ մոտ չի իմանանք Պանշինյան վերադառնանք ասալ այսպես որ նյութ այնպես որ հիմա ուրեմն շատ հետաքրքիր է եւ ուրեմն ճիշտը բարոն Հովհաննիսյանն է մնացածները Չապաևագետ են եւ Պատմաշեն Այս որ ասեցի մեծ աղմուկ է բարձրացել ասում են դուք արդարացնում եք գերմանական նացիզմը նախագծերը Եթե ասում եք Ստալինգրադում եթե պարտություն կրեր Ռուսաստանը ապա ասում է այսինքն այդպես կարելի ասել այդպես չգիտեմ դա անիմաստ հարցադրում է Դրա մեջ էր մեղադրում չեն Դու լավ է անում, եթե մեզ օգուտ էր լինելու, ասենք, բայց դրա հետ կապ չունի, ինչ արդարացնեն, ստրատեգիական նախագծեր են, գերմանացիները այդ նախագիծը ունեցել են, գերմանացիները չեն անցել այսօր Կովկաս եւ չեն կիրառել, հիմա սրա ֆաշիզմը, ոչ ֆաշիզմը ինչ կապ ունի հարցի հետ, եթե ֆաշիզմ է, այնտեղ ֆաշիզմը, ասեմ ձեզ, 3 տարբերակ ունի, գերմանական ֆաշիզմը, հա, գոնե 3 բանը, չէ, իտալական ֆաշիզմը ծնվել է Իտալիա, Մուսոլինին է հեղինակը, չէ, եւ այսպես, որ սկզբում էր սոցիալիստ է եղել, չգիտեմ գիտեն, թե չգիտեն մարդիկ, որ սոցիալիզմը տանում է ֆաշիզմի ուրեմն ֆաշիզմը, երկրորդը գերմանական նացիոնալ սոցիալիզմը, ինչ որ կա եւ ռուսական բոլշևիզմը ֆաշիզմը 3 տարբերակ ունի բոլշևիզմը դուք հավասարեցնում եք ֆաշիզմին տարբերություն այո ցեղասպանություն բան ով էր խեղդում հայերին որ չիմանան Թուրքիային ով է օգնել որ մենք ցեղասպանվենք նորից ով է օգնել մեր անհրաժեշտությունը ով է եւ վերջին Արցախահայության ուրեմն գալադամորով կազմակերպեց Ալիևը հավատում եք դրան Եվ այլն ուզում եմ ասել, բայց դրանք գաղափարական քաղաքական ուղղություններ են։ Այսինքն դուք որ ասում եք դա վերագրում եք, այսինքն Ռուսաստանն է կազմակերպել այդ Հա, իհարկե երկրորդն է, ես ասել եմ Արցախի շրջափակումը։ Չի Պուտինը չասեց, որ մենք մեր հարցը լուծեցին։ Դրա դիմաց ստացավ Ալիևի ընկերությունը եւ 1 միլիարդից ավելի։ Եվ այսպես դուք ասում եք 3 ֆաշիզմ, ընդ որում թուրքական ֆաշիզմ կամ ադրբեջանական չեք նշում, այլ նշում եք Ռուսաստան թուրքը խառնեք մեջը։ Հարցնում եմ, բա դուք ցեղասպանություն վկայակոչեցիք, վերեցիք, հիշեցիք։ Ֆաշիզմը 3 խաղապարական քաղաքական են կարծիքով հոսանք ունի։ Հոսանք տարատեսակ, իրար շատ նման մոտիկ, ասեցի իտալական ֆաշիզմը, գերմանական նացիոնալ, ուրեմն սոցիալիզմ եւ ռուսական բոլշևիզմը։ Դուք չմոռանաք, որ երբ որ Ելցինի ժամանակ Ռուսաստանը տրանսֆորմացվեց, այնտեղ խոսակցություններ կային, որ ֆաշիզմը եւ կոմունիզմը դատապարտվեն։ Հետո չեղավ, որտեղ չեղավ եւ այլն։ Այնպես որ այս 3-ը կան ու կան։ Եվ հետո քանի որ այդպես ասեցիք, ասեմ, եթե այդպես չի,
դեպի նկատի ունենանք ով տաքացրեց Հիտլերին, հզորացրեց եւ պատերազմը որտեղից եղավ։ Գիտեք որտեղից է գալիս։ Դա գալիս է 1922 թվականին Ճեվնովայի հաշտության դաշնագրից, երբ որ Ռաբալոյում էր Ջենովայի մոտ է Գերմանիան եւ Վայմարյան Գերմանիան եւ սովետական Լենինյան Ռուսաստանը Չիչերիններ այնտեղ, իսկ այնտեղ Ռադենաուին Գերմանիայի արտգործնախարարը դաշինք կնքեցին, այստեղից է գալիս, հետո 26 թվից հետո դուք գիտեք, կարծում եմ որ գիտեք, Գերմանիային արգելված էր զինվել, շատ ունենալ եւ այլն։ Ռուսները, ռուսական բոլշևիկները առաջարկեցին եւ սովետական միության տարածքում բացեցին ռազմական ուսումնարաններ, գործարաններ, գերմանական տեղափոխեցին եւ աճեցրեցին գերմանական բանակի համար սպայական կազմ։ Կոնկրետ ասեմ, որպես չասեն հիմա, ուրեմն Ռիազանում տանգային հիմա որ Ռիազանն կարող են գնալ տեսնեն, տանգային ուսումնարան, որտեղ գերմանացիները կրթություն էին ստանում, զինվորական եւ ուրեմն այնտեղ է սովորել հայտնի տանգային ստրատեգիայի գերմանական տաղանդ հանճարչասեմ Գուդերյանը, այնտեղ է աշակերտ լեյտենանտ ուսանել։ Լիպեցկում էր ուրեմն ավելի բան է ռազմածային ուժերի ուսումնարանը, հիմա երևի այդ ուսումնարանները կան, որը տրամադրված էր գերմանացիներին, որտեղ է իր կրթությունը ստացել Հիտլերի երկրորդ համարնացի Գուդերյանը, բանը, Գյորինգը, հայտնի ասը, Լյուֆտվաֆեի ղեկավարը նախկին եղել։ Այս երկու ուսումնարանները գերմանական են եղել, այնպես որ որոնք հետո 31 թե 2 թվականին փակվեցին արդեն եւ այլն։ Հիմա այս իմաստով ոչ Անգլիայում, ոչ Ֆրանսիայում, ոչ Ամերիկայում, ոչ միտեղ գերմանացիները, ոչ էլ Հայաստանում, ոչ էլ Թուրքիայում երևի, ոչ միտեղ այդպիսի ուսումնական հաստատություններ չեն ունեցել։ Այդ ուսումնական հաստատությունները գերմանական բանակ են, որ իրենք իրավունքին սպաներ էին պատրաստում, երկու խոշորներին ասեցի։ Ըստ ուրեմն որոշակի տվյալների ուրեմն Գյորինգը Լիպեցկի ուսումնարանում ունեցել է նաև մի սիրած գեղեցկուհի Օլգա անունով ռուսի։ Աղջիկները ֆրֆրացել է, դեպարզ է դեռ KGB-ի աղջիկներն են եղել այդ ուսումնարաններում, հասկանում եք, դրա համար էլ այն որ Շտիրլիցը կա, այն որ եւ այլն այդ կան լրտեսություն, հզորություն կա, այդ հզորության մեջ այդ ժամանակ հավաքագրված գերմանացիներ կան եւ այլն։ Հիմա սրանք այս տնենք, այնպես որ իսկ ով բերեց իշխանության Հիտլերին, ասեմ ձեզ։ 30 ուրեմն 2 թվին նոյեմբերին էր կարծեմ Գերմանիայում տեղի ունեցան Վայմարյան հանրապետություններ, ուրեմն Ռայխստագի ընտրություններ, 3 կուսակցություններ առաջատար եղան։ Մնացած մանր կուսակցություններ չասեմ, թվերը կարող եք ցանկացած տեղից վերցնել, եթե որ հետաքրքրում է։ Առաջի տեղ դուրս եկավ գերմանական նացիոնալ սոցիալիստական կուսակցությունը, բանվորական, միջալոց պաշտոնական նացիզ, որ ասում են գերմանական նացիոնալ սոցիալիստական բանվորական կուսակցություն, Հիտլերն է։ Երկրորդ տեղ դուրս եկավ գերմանական սոցիալ-դեմոկրատիան, բանով, Բունդեստագում ձայների քանակով, եւ դա ուրեմն Շորցի այդ նախնական իմաստով Շլայմախեր եւ այլ կարես կուսակցությունն է, եւ երրորդը Թելմանի կոմունիստական կուսակցությունը։ Նրան թվերն այնպեսին են, որ առաջինը Հիտլերը բաներ, բայց այն գերագայություն չուներ, որ կառավարություն կարողանալ կազմեր եւ այլն։ Եթե սոցիալ-դեմոկրատները եւ կոմունիստները դաշինք ստեղծեն, մեր ժողովուրդը դաշինքներ շատ է սիրում։ Ես հիմա դուրս եմ գալիս, ասում եմ չեք միանում, ես էլ ասում եմ ում հետ, ինչ եք միանում, հələ մի հատ միանալ, հա, միանում եք։ Հիմա այսպես ուրեմն այդ որտեղ ընտրություններին, գալիք ընտրությունների հարցում է, հա։
տակտիկական նյուանսներ կան, որոնք որտեղից ուր են գնում։ Ես գիտեմ, որ ես ենթա Հայաստանում երես դեմեն անուն շուտ արեք, բլոկ ստեղծեք բան, դա Մոսկվայից խրախուսվող բան է։ Այսինքն մեջտեղը մարդ գցել, որ հետո խառնեն այդ բլոկները, բայց հիմա թողենք դա։ Հիմա ինչ ասեմ, Հեգելն ասում էր տրամաբանություն չսովորողը ապագա չունի։ Այսինքն չեք վստահում ոչ մի ուժին, վտանգ եք տեսնում ուժերի մեջ։ Այդպես անվստահություն հարց չկա, բայց իրենք խառնելու հաստորեն կա։ Պիտի ստուգվեն ամեն ինչ, բոլոր ամեն ինչ։ Լավ, վերադառնանք բանը։ Ուրեմն, եթե սոցիալ-դեմոկրատները եւ ուրեմն կոմունիստները իրար կմիանային, ուրեմն առաջի տեղ իրենք դուրս կգային։ Գերմանական նացիոնալ-սոցիալիստականը կկար։ Թվերն այդպեսին ուղղակ չէր հիշում, այդ բան չկա։ Բայց Մոսկվայից, գիտեք, Կոմինտերն կար այն ժամանակ, կոմունիստական ինտերնացիոնալ, եւ Թելմանի կուսակցությունը կոմունիստական ինտերնացիոնալի անդամ էր 43-ին արձակվեց։ Մոսկվայից Թելմանին արգելեցին սոցիալ-դեմոկրատիայի դաշիկ կազմել, այստեղ չթողին։ Դաշիկ կազմեցին, Հիտլերը մնաց առաջի տեղում, ընտրություններ դարձավ կանցլեր։ Հիմա ով բերեց իշխանության, ուրեմն եթե իրենք Հիտլերին չէին վախենում էին ֆաշիզմից, Գուդերյանից, Գյորինգից եւ այլն, դա չէին ուզում, հետևաբար պիտի օգնեին, չէ, բարտադրեին։ Ոնց որ հիմա Կոպիրկինը, որ սրանց ռևանշիստ էին, ասի, արա փախեք Հայաստանից էլ վաղվանից ցույց գործադուր չկա, մորթեք էլ ոչ մեկ ցույց չի անի, վերջացավ։ Եվ այսպես է դաշինքը չառաջացավ, եթե լիներ Հիտլերի ճամփեն փակված էր։ Հիմա ինչու էին Մոսկվայից Հիտլերին ճանապարհ տալիս։ Նախ ցակումնաբանական նույնականություն ունեն, գերմանական ֆաշիզմ, ռուսական բոլշևիզմ, մի կուսակցականություն, սոցիալ եւ այլն, տարբեր ասակներ էլի, այն էլ հիշեք 30 թվերի սոցիալիզմը, հիմա ասենք մեր սերունդները հիշում են 60 թվերի սոցիալիզմ, այլ այն որ բաները, գայերը փախնում գնացներից իրեն չպրտում էին դուրս։ Մի խոսքով, եւ այդ ինչու են անում, որովհետեւ հիշեք, որ սովետական միության գերբը, հա, հիշում եք, զինանշանը եւ նաեւ բանակային մարշալների ուսադիրների 5 աստղերը, երբևէ հայ մարդը մտածել է, թե ինչու սովետական բանակը աստղը 5-ով է, կամ ինչու է նա, ինչու է այդպես, երկիր մոլորակը, դա համաշխարհային տիրապետության գնալու ուրեմն սովետական, այսինքն կոմունիստական ծրագիրն է, հիշում եք, երկրներ կա ինտերնացիոնալ եւ այլն աշխարհը պիտի փրկի, աշխարհումից պիտի փրկի, այսինքն պիտի գրավվի, չէ, եւ այստեղ այդ հարցերի մեջ մենք նոր աշխարհ ենք կառուցելու, նոր կաստրոյեմ։ Դե հիմա եթե չեք գրավում ամբողջ աշխարհը, ո՞նց եք կառուցելու։ Ինչու 5 աստղը, 5 թե չհրեականը 6-ը կա, չգիտեմ ինչը կա, չէ, որովհետեւ եթե քարտեզին նայում եք 5 մայրացամաք կա, 5-ը պիտի գրավվեն։ Ես դրա համար էլ մեր գլխավոր շտաբին առաջարկում եմ այդ աստղերը հանել եւ փոխել։ Մենք ոչ մի բանին, մենք մեր երկրին տեր պետք ունենք, մենք համաշխարհային տիրապետության խնդիր չունենք, դա դրա սիմվոլն է, նաև գերբը, որ այդ երկիր մոլորակն է եւ այլն, պրոլետարներ բոլոր երկրներն է եւ այլն։ Ուրեմն համաշխարհային տիրապետության ճանապարհի վրա ռուսական ինձ թվում է լավագույն հնարանը եւ դա կա գերմանական պետություններ, որին իրենք հակաարևմտյան էին դարձնում, հիմա էլ են անում Մոսկվայից հակաարևմտյան, դա անգլոսաքսերի դեմ են ուղղորդում, մեզ էլ են ուղղորդում, չէ, Անգլիան մեզ համար օգնեց, պետություն դարձանք, ինքը այդ պետություն կործանեց, բայց գիշեր-ցերեկ անգլիացիների մասին պես թշնամացնում են, չեմ ասում անգլիացիների շոկոլադ են, բայց ուզում եմ ասել հասկանանք այդ բոլորը, եւ այդ համաշխարհային տիրապետության ճանապարհին կանգնած են ովքեր անգլոսաքսերը, Ֆրանսիան այն չէր իրենց հաշվով, եւ ուրեմն Անգլիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, հետեւաբար ինչ էր պետք, ով կարող էր հաղթել, ուրեմն կհաղթեր Գերմանիան, եւ դրա համար Գերմանիային զինել էր պետք, Գերմանիային ճանապարհ բացել էր պետք եւ ուղղորդել դեպի արևմուտք, Ֆրանսիա, Անգլիա, այդպես էլ եղավ, չէ, բայց Ֆրանսիան գրավվեց Հիտլերի կողմից,
ուրեմն այն ծովային առյուծ գործողությունը բանի Անգլիայի դեմ կատարվեց, այստեղ գերմանական գլխավոր շտաբը հասկացավ, որ ինք Անգլիա գրավել չի կարող, եւ երկրորդը դրեց գործողության երկրորդ շուռը գավ դեպի Մոսկվա։ Այն մեր ժողովրդին չի ասում է սրած բիզը մտավ համապատասխան տեղը։ Այստեղից է, բարձ է, որտեղից ինչու էին նպաստում, ինչու էր եւ մնացած է խոսում են մեկը ֆաշիստ է, մեկը ինչը բայրենք ինչ է։ Եթե ֆաշիզմ չէ, ինչպես կարելի է ցեղասպանությունից մազաբուրզ մի ժողովուրդ, որի ազգայաբնակչությունը 1 միլիոն, 2 միլիոն են եղել այդ տարիներին, այդ վիճակում 600,000 մենակ զորակոչել ամբողջ սովետական տարածքում, գենոցիդ, չի, դիտավորյալ։ Ինչպես կարելի է այդպիսի մի ժողովրդից 6 դիվիզիա 4 լրիվ կոմպլեկտավորված 6 դիվիզիա զորակոչ անել։ Ինչպես կարելի է ցեղասպանության ենթարկված բարեկամ ժողովրդից հանրապետությունը կործանել տալ եւ նրանից կարսը խլել Թուրքին տալ։ Իգդիրը, գիտեք, չէ, Մասիսի շրջանը թուրքերը չեն գրավել, գեներալ Դրոն կրվել է մինչև զորավար, ասենք, վերջի օրը, երբեք վերցնել Թուրքին տալ, Նախիջևանը վերցնել ադրբեջանցուն, Արցախը տալ ադրբեջանցուն, բայց ֆաշիզմը ոնց է լինում, մի հատ կասեք ֆաշիզմը այդ բաներ է արել, եւ բարեկամ ժողովրդին էլ այսօր խրախուսել Թամանյան դիվիզիայի եկել ամեն օր ռուսականով, որ հիմա էլ հայությունը գնա կռվի այնտեղ ուկրաինացիների դեմ, ուրիշ ինչ։ Ուզում եմ ասել, այնպես որ մենք մեր դիրքորոշումով պիտի այդ հարցերը լուծենք, իսկ պատմությունը շատ դաժան է։ Պատմության չիմացությունը շատ վտանգավոր է, բայց պատմության փաստերը պիտի իմանալ եւ երկրորդ իմացողներից պիտի սովորել, ոչ թե շարանել, աղմուկ անել, սեփական տգիտությունը դրոշ դարձնել եւ վրա տալ։ Այդ չեկիստական գաղափարները, պաշտպանները, դրանք հրահրված են։ Հիմա այսպես եւ խոսքը փակեմ հետեւալով։ Ինչ է քաղաքականությունը, որովհետեւ ես չեմ կարող դա չասեմ։ Ուրեմն անգլիացի մի լավագույն հեղինակ կա, շատ լավ հեղինակ է, Բերքը, կոնսերվատիզմի հայտնի հեղինակն է, ընդ որում ասեմ, որ մեր երիտասարդներից քաղաքական լավ գործիչներից մեկը Կոնջորյան Հայկը, լավագույնս գիտի Բերք, այդ որ ասում են հիմա նոր սերունդ բան չգիտի, այս Չապաևից Բաղենգով բան չգիտեն, եւ այլն շատ լավ գիտի, որտեղ մենք ժամանակին կոնֆերանս բան ենք արել։ Բերքն ասում են չէ քաղաքականությունը, ասում է սեփական ուրեմն ազգային շահերը ռեալիզացնելու գործընթաց է։ Ես ռեալիզացնում եմ Հայաստանի Հանրապետության ուրեմն ազգային շահերը։ Եղավ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, դրա համար ճշմարտություն է պետք։ Իսկ ովքեր որ բլեֆ են անում, ովքեր որ մնում են ուրիշ դիրք, նա դա ես կորզն է, բայց կարծում եմ, այս ճանապարհը ճիշտ է, նա ճիշտ է, իմանանք նաև մեր մեծերին, որ չխոնարհվենք անընդհատ, վայ, հասկանում եք ոնց է, այսպիսի մարդիկ են ունեցել։ Հիմա հարցս հետևյալն է, քանի մարդ է դրանց կարդացել, ես երեսով չեմ տալիս։ Ես նապես մեծամտության չեմ սիրում։ Եթե դուք հետևում եք Հայաստանի շահին, ասեցի ուրեմն Արզրուն Հովհաննիսյանը, որ լավ զինվորական եղել է եւ ազնիվ մնաց, իշեք նրա հետ կապված, եւ մարդերը հետազոտության իմացած է արդյունքն ասել, ընդ որում ռուսներն դրա մասին գրել են, այս չեկիստներին ասեմ, որ լսի, ձեր բաբաները վաղուց գրել են Ելցինի ժամանակ, դրանք հայտնի են, եւ Արսեն Գյուլիստանյան, մի լավագույն մտավորական հայ, Վիեննայից է գրում, դուք ինչի դեմ եք կռիվ տալիս, Թուրքիան, հա, ինչ Թուրքիան, հասկացանք, այդ Թուրքիան, մեր Թուրքիան չի, դա ռուսի Թուրքիան է, մեր Թուրքիան ուրիշ Թուրքիա է, որի հետ մենք մեր հարցերը պետք է կարգավորենք եւ լուծենք։ Դուք ասացիք, որ քաղաքականությունը երկրի շահերը առաջ մղելն է եւ իրացնելն է։ Ձեր կարծիքով այսօրվա տեսանկյունից դիտարկելով Լևոն Շիրինյանը որն է համարում Հայաստանի գերագույն շահը։ Մեր պետականության կայացում։ Հիմա ոչ մի ուրիշ խնդիր չունենք, քան պետականության կայացումն է։ Ուժեղ կազմակերպված որպես կենթանի օրգանիզմ, ասեմ ինչպիսին։ Եթե այդպես է, որտեղ գիտեմ որ մեզ լսող, հատկապես ուզում եմ որ միջին սերունդը երիտասարդ շատ
կարդալը որ ասում են ֆետիշ չդարձնենք, բայց կարդալ իմանալ, դերթվել է պետք էլի։ Այդ իմաստով ասեմ որ Չելենի պետության մասին գեոպոլիտիկայի հայտնի դեմքերից է շվեդացի եւ այլն Ռուդոլֆ Չելենի այն պատկերացումները պետության մասին ինչպեսին կա, ես այդպես էլ աշխատում եմ ռեալիզացնել պետականություն ուղղած օրգանիզմ, ինք օրգանիզմը շնչում է, դուք տեսնում եք ընդարձակվում է, նեղանում է, իրեն եւ այլն, ուրեմն դա է, ուրիշ խնդիր մենք չունենք, այդ առաջինը, բայց մենք պիտի մի բան հասկանանք եւ սա հատուկ ասում եմ ուզուրպատորին եւ մեր ժողովրդի գիտակցություն աղճատողներին առանց հոգևոր մասի նյութականը չի կայանալու։ Դրա համար քրիստոնեության այն ընկալում ինչ որ մեր ժողովրդի մեջ կա, ես որպես ուսակցության նախագահ չեմ ասում, ընդհանուր մենք այդ արժե համակարգը, որ մերն է եղել եւ դարերով եղել է մեզ հետ եւ դա պիտի վերադարձնենք եւ պիտի հզոր այդպեսի եւ Հայաստանը շատ շուտ կվերականգնվի։ Ասեմ, այսպես դիլեմայի ձևով, ոչ թե թեորեմայի կարգավիճակով։ Ես օրինակ իշքան որ մտածել եմ, իշքան որ հասկանում եմ բնականաբար, եթե մենք, այսպես ասեմ, եթե մենք քրիստոնյա ժողովուրդ չլինեինք եւ մեր ժողովուրդը քրիստոնյա չլներ, իր կեցվածքով ամենջով, այնպես ինչպես ասում են գերմանացի ճանապարհորդները, լավն իմաստով, մենք ցեղասպանությունը չէինք վերապրելու, հնարավոր բան չէր, ոչնչացել վերջացել էինք, դա մեր ժողովրդին ուժ տվեց եւ այդ քրիստոնեության այդ հավատը իր այն կոպվածքը, ներքին կոպվածքը, ինքը կարողացավ մեր երկիրը փրկել։ Մարտիրոս Սարյանից մի բան ասեմ դրա համար։ Նայեցեք ցեղասպանության տարիներին, գնացեք պատկերասրահ հրաշալի պիտի գնա նայել։ Նա ցեղասպանության թեմայը ոչինչ չի նկարել, բայց մեջ ամեն ինչ կա, բայց կա ամբողջ այդ տարիներին, այն ուղիղ իմաստով չի նկարել, ամբողջը քրիստոնեական լույսով է լցված, հավատը որ հաղթարելու ենք սա։ Հիմա էլ ենք հաղթարել, ես այդ հավատն ունեմ։ Դա առանձին թեմա է քրիստոնեության։ Չէ, ես բանով ասեցի մեր կոնտեքստի մեջ, ոչ թե բանի իմաստով։ Շնորհակալ եմ պարոն Շինյան։ Խնդրեմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Քրիստոնյա ժողովրդական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շինյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։